Հյուսիսատլանտյան դաշինքը ի վիճակի չէ պատասխանել Ուկրաինայի ուղղությամբ օրեշնիկ հրթիռային համալիրով Ռուսաստանի հարվածներին։ Նման կարծիք է հայտնել իռլանդացի լրագրող Չեյ Բուսը։ ՆԱՏՕ-ն պատասխան չունի օրեշնիկ նորարարական ռուսական հրթիռային համալիրին, որը կրկին կիրառվել է Ուկրաինայի դեմ։ Նրանք չեն կարող կանգնեցնել նրան եւ նրանք դա գիտեն, հայտնել է Բուսը։ Իռլանդացի լրագրողը հավելել է, որ դաշինքին տարիներ կպահանջվեն, որպեսզի գոնե մոտենան նման հնարավորությանը։ Իրադրությունն Իրանում բնութագրվում է ծայրահեղ բարդ, զանգվածային անկարգությունների եւ որոշ քաղաքների նկատմամբ իշխանությունների վերահսկողության կորստի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակն այնպես է դասավորվել, որ դեռևս շաբաթներ առաջ իրադարձությունների նման զարգացումը անհնարին էր թվում։ Ամերիկացի առաջնորդը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կոշտ արձագանք ցուցաբերել, եթե իրանական իշխանությունների կողմից բռնություն լինի։ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի խոսքերը Եվրամիության եւ Ռուսաստանի միջև երկխոսության անհրաժեշտության մասին երկու կարևոր հարց են բարձրացնում։ Այս մասին հայտնել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Առաջին, ինչ բանակցությունների, երկկողմ թե Եվրամիության անունից։ Երկրորդ, ինչի շուրջ բանակցություններ, չէ որ այն հարթակը, որով հանդես է գալիս Եվրամիությունը եւ որը բաղկացած է Կիևի բոլոր պահանջներին աջակցելուց, դժվար թե հիմք հանդիսանա արդյունավետ բանակցությունների համար, նշել է սենատորը։ Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին կողմ են հանդես եկել միայն Հունգարիայի եւ Սլովակիայի վարչապետներ Վիկտոր Օրբանը եւ Ռոբերտ Ֆիցոն, իսկ եվրոպական մյուս առաջնորդները այդ մասին անգամ չէին ուզում լսել։ Պուշկովը նաեւ ցուցադրական է անվանել այն փաստը, որ բանակցությունների հակառակորդների կոալիցիան աստիճանաբար քայքայվում է։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ մեկնում է ԱՄՆ կանգնեցնելու համաշխարհային պատերազմը։ Այցի նման նպատակն է նշել է ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում։ Կոլումբիայի առաջնորդը այսպես է պատասխանել այն հարցին, արդյոք Սպիտակ տուն իր առաջիկա այցը կապված է Լատինական Ամերիկայում պատերազմը դադարեցնելու ցանկության հետ։ Եվրոպայի մեծ մասը գտնվում է օրեշնիկ հրթիռային համալիրի հասանելիության գոտում։ Նման հայտարարություն է արել Sky News արևմտյան պարբերականը։ Պարբերական ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ օրեշնիկի հայտարարված հեռահարությունը հասնում է 5,5 կիլոմետրի, ինչի հետևանքով տեսականորեն Եվրոպայի մեծ մասը գտնվում է հրթիռի հասանելիության սահմաններում։ Նյութում ներկայացված է նաև Միացյալ Ծառայությունների Թագավորական ինստիտուտի գնահատականը, ըստ որի 10 մախարագությամբ շարժվող օրեշնիկը կարող է Մեծ Բրիտանիա հասնել 10 րոպեի ընթացքում, եթե այն գործարկվի Ռուսաստանի արևմտյան մասից։